Մայիսի 3-ին Երևանում կազմակերպվել է համաքաղաքային շաբաթօրյակ, որը ներառել է մաքրման, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Շաբաթօրյակին մասնակցել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բնակիչներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, կամավորներ և դպրոցականներ։ Մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Միջոցառման ընթացքում իրականացվել են փողոցների, բակերի, այգիների և հասարակական այլ տարածքների մաքրում, տերևների և հավաքում, պատերի մաքրում չթույլատրված գովազդային թերթիկներից, որոշ հատվածներում իրականացվել է նաև կանաչ գոտիների խնամք։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով շաբաթօրյակին մասնակցել են 101 գերատեսչություն, ուսումնական հաստատություններ և տարբեր այլ կազմակերպություններ։ Ներգրաված են միաժամանակ երկու խոշոր մեր կազմակերպությունները՝ ԵԱՍՄ և կանաչապատման հիմնարկը, վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքային ենթակայության բոլոր կազմակերպությունները, առողջապահություն, կրթություն, մշակույթ, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմ, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր։ Միևնույն ժամանակ հայտ են ներկայացրել այդ 101 դրսի կազմակերպությունները, որոնց համար նախապես մենք հատկացրել ենք տեղ, տրամադրել գործիքներ, անհրաժեշտ տեխնիկա և վարչականի ղեկավարը առավոտ շուտ դիմավորել է բոլոր կազմակերպիչներին, կազմվել է ծրագիր, յուրաքանչյուր հայտավորված կազմակերպություն գիտեր իր տեղը, ուր գնալ։ Մաքրման աշխատանքներն իրականացվել են մայրաքաղաքի 150 հասցեներում։ Աշխատանքներում ներգրավված են եղել նաև Երևանի կոմունալ ծառայությունները համապատասխան տեխնիկաներով։ Ձեռքբերված գույքը, փոստ, ձեռնոց, պարկեր, ամեն ինչ բաժանվել էր վարչական շրջանների ղեկավարներին, տեղում նրանք են կառավարում, ղեկավարում գործընթացը։ Ներգրաված է մոտ 70 միավոր տեխնիկա, համայնքային ենթակայության հիմնարկների, կազմակերպությունների և մասնավորներից ներգրաված։ Ըստ Արեյանի շաբաթօրյակի մասնակիցների թիվը հասնում է 18,000-ի, նրանց շարքերում քիչ չեն նաև երեխաները։ Նման նախաձեռնություններն ունեն ոչ միայն մաքրության ապահովման, այլև հանրային պատասխանատվության բարձրացման նպատակ։ Մաքուր քաղաք ունենալը ոչ միայն ծառայությունների արդյունավետ աշխատանքի, այլև բնակիչների վերաբերմունքի հարց է։ Այդ մշակույթը պետք է ձևավորվի հենց փոքր տարիքից։ Արեյանը նշում է, որ հասարակության շրջանում տարածված անտարբեր վերաբերմունքը քաղաքի հանդեպ հաճախ հանգեցնում է դրա աղտոտմանը։ Շատ լավ հարց եք տալիս։ Լավ օրից չի շաբաթօրյակ անելը, բարձ խոսենք։ Եթե մեր հասարակությունը մարդիկ բարեխիղճ վարվեն իրենց շրջապատի, իրենց բակի, իրենց այգու, իրենց տարածքի համար նկատմամբ, շաբաթօրյակի անհրաժեշտություն չէր առաջանա։ Հիմա եթե դուք նկատեցիք, ամբողջ տարածքը ողողված է կոշտ կենցաղային աղբով։ Տնից ինչ դուրս են բերել, ձեռք եղածը ամբողջը շպրտել են այստեղ։ Եվ կանաչ գոտում, և մանկապարտեզի հարևանությամբ և ամենուր։ Ամբողջ մեր ընդհանուր օգտագործման շրջակա միջավայրը, փողոցները աղտոտվում են հենց մեր բնակիչների կողմից։ Ուրեմն լավագույն ելքը հանրային այնպիսի գիտակցության հասնենք, Երևանը սիրելով Երևանը չաղտոտենք։ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ շաբաթօրյակի ընթացքում հավաքվել է մեծ քանակությամբ թափոն, վերականգնվել են մի շարք կանաչապատ տարածքներ և աշխատանքները շարունակվելու են նաև առաջիկա շաբաթներին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։